Ինչ ուղղությամբ եք միացել ակցիային եւ ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ոչ միտեղ տեսնում ենք չի քննարկվել Արցախի ինքնորոշման հարցը։ Իհարկե 3 առաջի օրը Էմանուել Մակրոնը հայտարարություն արեց, ասաց, որ Թուրքիայի հետ կքննարկի Արցախցի գերիների վերադարձի վերաբերյալ հարցը, սակայն ինչ եք ասում, ինչի Մակրոնը որոշեց հենց այս ընթացքում այդ հարցը բարձրացնել։ Այսքան ժամանակ այդ հարցը այդքան ակտուալ չէր։ Գիտեք, ես կարծում եմ արդեն բոլորից համար ակնհայտ է, որ այս մարդկանց այցելությունը Հայաստան բնավ որևէ կապ չունի, հա, մեր պետականության կամ պետական շահի հետ որևէ առնչություն չունի, եւ սա ուղիղ միջամտություն է ներքին քաղաքականության Հայաստանի Հանրապետության եւ իրենց այցելությամբ բնականաբար իրենք ցուցադրություն են անում, որ աջակցում են հենց այս իշխանությունների եւ ամեն բան անելու են այս իշխանությունների վերարտադրման համար։ Ինչու, որովհետեւ այն process-ները, որոնք տեղի են ունեցել արդեն մոտ 8 տարի, իսկ առավելապես վերջին 6 տարիների ընթացքում դա բացառապես այսօր ստացվում է, որ հենց հավաքական արևմուտքի շահերից բխող գործընթացներ էին, ըստ էության դարձնել կառավարելի տարածաշրջանը այնպես ինչպես իրենք են ուզում, իսկ դրա համար ինչ պիտի ունենային։ Պիտի ունենային իրենց համար էլի կառավարելի իշխանություններ Հայաստանում, ինչը իրենք ձեռք են բերել եւ առնվազն ինչպես ադրբեջանցի պաշտոնյաներն են ասում, գոնե եւ Թուրքիայի պաշտոնյաները դեռևս 1 տարի իրենք անհրաժեշտություն ունեն, որպեսզի Հայաստանը նման իշխանություններ լինեն։ Ինչու, որովհետեւ այդ ընթացքում իրենք դեռևս գործընթացներ ունեն Հայաստանի Հանրապետության հետ անելու, առաջի արարը սկսվելու սահմանադրության փոփոխությամբ, ըստ էության վերացնելով ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն եզրույթը հենց սահմանադրության փոփոխությամբ։ Այսինքն սրանք հեռահար դեռևս նպատակներ են, որ իրենք անում են։ Եվ տեսեք, քանի որ իրականում այո, ամենացավոտ թեման ըստ էության այս ամբողջ ճանապարհին, հա, դա այո մեր գերիների ու պատանդարված անձերի պահն է ու շատերի մոտ է հարց առաջանում, եթե խաղաղության դարաշրջան է, եթե կարողանում եք ցորեն ու անասնակեր բերել, բա ինչպես է որ չեք կարողանում գերիների հարցը լուծել։ Եվ այս պարագայում բնականաբար պետք է նաև այդ նվերը արվի, հա, բացառապես ադրբեջանական կողմից ըստ պայմանավորվածությունների, թե որ երկիրը որ փուլում իր դերակատարությունը արդեն կցուցադրի։ Այս պարագայում երևի թե պիտի Մակրոնը դա անի։ Եվ առավել քան վստահ եմ, որ էլի մենք չենք խոսելու մեր ամբողջական բոլոր գերիների վերադարձի մասին, որովհետև երեկվա իր ելույթում Ալիևը շատ ուղիղ հայտարարեց, որ դրանք ռազմական հանցագործներ են, ինչին ըստ էության Նիկոլը ասաց շնորհակալություն։ Հետևաբար Մակրոնի խոսքից ուղղակի կարելի է ենթադրություն անել, որ նվեր են անելու այս իշխանություններին, էլի մեր հայրենակիցներից միգուցե որոշ մասին հաջողվի իրենք վերադարձնեն Հայաստան, որով կփորձեն բարձրացնել էլի այս իշխանությունների ռեյտինգը գալիք ընտրություններում։ Եվ դուք հասկանում եք կարևորությունը այսօր տարածաշրջանը կառավարելի դարձնելու եւ երբ որ մենք ասում ենք կառավարելի դարձնելու, հասկանում ենք թե որ երկրի դեմ է այս ամենը ուղղված, հա, կառավարելի դարձնելու առումով դուք հասկանում եք, որ բոլորը տրորում են ուղղակի Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղ ոչ թե Հայաստանի Հանրապետության շահը կա, ոչ, այսօր ըստ էության Հայաստանի Հանրապետությունը դարձել է մի գոտի, որտեղ մեծ պետությունները իրենց հարցերն են քննարկում եւ իրենց հարցերի լուծումն են տալիս Հայաստանի Հանրապետությունում, ինչը բնականաբար մեր նման փոքր երկրի համար չափազանց վտանգավոր գործընթաց է, որովհետեւ ուղղակի ոտատակ են տալու անցնեն, եթե իշխանությունները ժամանակին խելքի չգան կամ այս իշխանությունները ուղղակի չփոխվեն։ Մակրոնի հայտարարությունը մտահոգիչ չեք համարում նրա վերաբերյալ, որ ասում է 8 տարի առաջ մենք Հայաստան չէինք կարող գալ, որովհետեւ սա ասոցիացնում ենք Ռուսաստանի մի մաս, իսկ հիմա մենք հանգիստ կարող ենք գալ Հայաստան, քանի որ Ռուսաստանից արդեն փոխվել է։ Դե գիտեք ինչ, նախ ցավալին է, որ փաստորեն միայն մեր ղեկավարը չի սուտ ասան, այլ նաև Ֆրանսիայի ղեկավարն է սուտ ասան, որովհետև հայ-ֆրանսիական հարաբերությունները ու բարեկամությունները դրանք դարերի պատմություն ունեն, հա, դեռևս հեռավոր, հա, Կիլիկիո թագավորության ժամանակ պատմություն ուսումնասիրում ես, նույնիսկ հայ այրերը ֆրանսիացի տիկինների հետ են ամուսնացել կամ հակառակն, այսինքն դա շատ սերտ այսպես հայ-ֆրանսիական բարեկամություն է տեղի ունեցել
դարձել, երբևէ կաշկանդված չեն եղել ֆրանսիացի պաշտոնյաները, ասեմ ավելին, ֆրանսիացի պաշտոնյաները միակն էին, որ 2020-ի պատերազմից հետո այցելել են Արցախ, սենատորները, պատգամավորները ֆրանսիացի եկել են եւ դա բացարձակ չեն թաքցրել, այսինքն այցելություններ եղել են նույնիսկ Արցախ, այդ բարեկամությունը եղել է դարերի վեր։ Եվ գիտեք, հիմա ուղղակի Մակրոնի խոսքից նաեւ չեմ ուզում շատ խորը այսպես շուտ քաղաքագիտական վերլուծություն անել, ես զուտ քաղաքական իմաստով ինչ ընկալում ունեցա, որ ըստ էության Մակրոնը քայլ է անում նաև սրանով Ռուսաստանի հետ հարաբերություններ շտկելու Հայաստանի հաշվին։ Դուք վստահ եղեք, որ մենք սա տեսնելու ենք մոտ ապագայում։ Սրա հետևանքները մենք տեսնելու ենք եւ ստացվում է, որ բոլոր երկրները իրենց հարցերը կարգավորում են, իրենց հարցերը լուծում են եւ դա անում են բացառապես Հայաստանի հաշվին, իսկ Հայաստանը գնալով խորը դեպի անդունդն է գնում ու անհասկանալի է դեռ մինչեւ երբ կարողանալու է ինքը ուղղակի կարողանա դիմակայել այս ամեն արհավիրքներին։ Տիկին Հակոբյան, մենք անդադ ահազանգեր ենք ստանում արցախցիներից, քանի որ իրենք անձնագրեր չի տրվում, որպեսզի շատերը ուզում են ընտրություններին մասնակցել, բայց այդ հնարավորությունը կարծես թե իրենց չի տրվում։ Հիշել ենք, որ մինչև հոկտեմբեր արագացված կարգով որոշվել էր անձնագրեր տրամադրել արցախցիներին, բայց հոկտեմբերից հետո կանգ առավ եւ ոչ մեկին կարծես թե անձնագիր չի տրվում։ Ինչով է պայմանավորված այս իրավիճակում արցախցիները ինչ անեն, ինչ քայլեր ձեռնարկեն։ Նախ, քանի որ իրենք որևէ բացատրություն էլ չեն տալիս, ինչու է անհատներին, որոնք դիմում են, ինչն է պատճառը ձգձգումների, եւ դուք վերջերս լսեցիք, ներքին գործերի նախարարի, չգիտես, ծիծաղեց թելաս այդ հայտարարությունը պաշտոնյայի, որ ասում որ տեխնիկական ինչ-որ խնդիրներ կան, որոնք լուծում են։ Ինչ տեխնիկական խնդիրներ, երբ օրինակ հենց իմ մտերիմներից մեկը հոկտեմբեր ամսին դիմել է անձնագիր ստանալու համար, ընդ որում ընտանիքի բոլոր չափազները առ այսօր չկա պատասխան, այսինքն առ այսօր չեն ստացել։ Հունվարին դուք գիտեք, փոխեցին, դարձրեցին արդեն օնլայն դիմումների ներկայացումը։ Մարդիկ ովքեր դիմել են արդեն հունվարից հետո, ես եթե դուք եք ստանում ահազանգեր, պետք է ասեք ես ինչ կան եւ նաեւ վերջերս մենք անդադ հանդիպումներ ենք ունենում արցախցիների հետ տարբեր մարզերում, ես չեմ լսել, որ որևէ մեկը այսպես այդ արագացված ընթացքով կամ առանց ձգձգումների ստացած լինի եւ շատերը ուղղակի չեն ստանում եւ արդեն մտավախություն կա, որ ուղղակի ձգում են, որպեսզի արցախցիների քաղաքացիությունը տան ընտրություններից հետո, ինչու, որովհետեւ հասկանալի է, որ այն որ շատերը շարքում են ասում են կամ իրենք ուզում են ցույց տալ, որ արցախցիների Նիկոլի հետ են կամ մեծ իշխանությունների, սա պարզ դրա ուղիղ ցուցիչն է, որ շատ հենց կոնկրետ արցախցիները ոչ այս իշխանությունների հետ են, ոչ պատրաստում են այս իշխանություններին ընտրել, հենց այդ պատճառով էլ իրենք քաղաքացիություն չեն կարողանում ստանալ։ Ես անկեղծ ասած տարբեր այդպես փորձում ենք հասկանալ ինչ պետք է անել այս իրավիճակում, որտեղ 2021 թվականին կոնկրետ 124 արցախցի 070 կոդով դիմել է դատարան ու կարողացել է ընտրելու իրավունքը ստանալ։ Այսինքն, եթե օրինական իրավական ճանապարհով գնաս, մարդիկ հնարավորություն ունեն ընտրություններին մասնակցելու, նույնիսկ եթե իրենց գործն ընթացքի մեջ է, բայց հասկանալի է, որ քանի որ այսօր Հայաստանում մենք այլևս չենք էլ խոսում իրավապահ համակարգի մասին կամ իրավաբանության մասին, անկեղծ ասած ես այս պահի դրությամբ դրա պատասխանը չունեմ։ Եվ փորձում ենք դեռևս հասկանալ իրավաբանների կամ մասնագետների հետ ինչ կարելի է իրավիճակում անել, որտեղ այո մարդկանցից փաստորեն իրենց ընտրելու իրավունքը ուղղակի խլել են։